Ակտիվների աճի, տարեկան շահույթի ավելացման, նշանակալի ձեռքբերումների ու զարգացման նոր հնարավորությունների տարի է 2024-ը Հայէկոնոմբանկի համար։ Ֆինանսական տարին ամփոփում է բաժնետերերի տարեկան ժողովը, որին մասնակցում են բանկի բաժնետերերը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, գործընկերներ եւ հաճախորդներ։ 2024-ին Հայէկոնոմբանկը ամրապնդել է իր դիրքերը բանկային համակարգում, ունեցել ենք կայուն աճ բոլոր տնտեսական ցուցանիշներում, մեծ ուշադրություն ենք դարձրել նորարար ծառայությունների, արդի լուծմանը։ Բանկի մոբայլ հավելվածում գործարկվել է բիոմետրիկ նույնականացումը, Money Send փոխանցման համակարգը, Visa's Top Payment Service-ը, ինչպես նաև ինտեգրումը UBPay միջազգային վճարահաշվարկային համակարգին։ Հայէկոնոմբանկն առաջինն է Հայաստանում, որ նախաձեռնել է առցանց միջավայրում POS-տերմինալի միջոցով անկախնիկ վճարումների իրականացումը հետաձգված գործարքի կիրառմամբ։ Բանկը մասնակցել է նաև Երևանի տրանսպորտային համակարգում ֆիզիկական եւ վիրտուալ POS-տերմինալների ներդրման գործընթացին։ 2024-ին 23-ի համեմատ ֆինանսական ցուցանիշները էականորեն աճել են։ Վարկային պորտֆելի 17.4% աճ ենք ունեցել, վարկային պորտֆելը կազմել է մոտ 342 միլիարդ։ Ունեցել ենք նաև վիզանձանցից ներգրաված ավանդների 17.5% աճ, ինչը իմ բնորոշմամբ ենթադրում է հաճախորդների շարունակական վստահության աճ։ Տարվա ֆինանսական արդյունքի զուտ շահույթի մեծությունը նույնպես ոգևորիչ է՝ 90% աճ նախորդ տարվա համեմատ, իսկ բանկը շարունակում է վճարել շահաբաժիններ իր բաժնետերերին։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը բարձր է գնահատում Հայէկոնոմբանկի դերը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում։ Փորձում հասկանամ ոնց կարա լինի, որ բանկը ունենա 99.2% ստանդարտ վարկ, որտեղ այստեղ կա գործընկերություն հաճախորդների եւ բանկի միջեւ, դա կարծում կարեւոր է եւ թվերը եւ իրականությունը դրա մասին են խոսում։ Հաջողությունը հատկապես երբ որ մի տարվա, 2 տարվա, 3 տարվա մասին չէ խոսք, այլ երկար տարիների մասին, 91 թվից պատահականություն չի լինում։ 2024-ին խորացել է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Հայէկոնոմբանկը կնքել է մի շարք նոր վարկային պայմանագրեր։ Ֆինանսական միջոցներն ուղղվել են միկրո, փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ կանաչ ֆինանսավորման ծրագրերի աջակցմանը։ Անցյալ տարի ներգրավել էր մոտ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Մենք հույս ունենք, որ նոր նշաձող կսահմանենք 25 թվականին։ Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, Հայէկոնոմբանկը 2024-ին մոտ 170 միլիոն դրամ է ուղղել կրթական, առողջապահական եւ սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։ Այս տարի զինվորի տան հետ համատեղ իրականացնելու ենք 2 ծրագիր, առաջինը կրթական, որի արդյունքում զին հաշմանդամները հնարավորություն կունենան հետագայում աշխատանքի տեղավորվել բանկում, եւ երկրորդը թողունակության ընդլայնման ծրագիրն է, որի ընդհանուր արժողությունը կկազմի 50 միլիոն դրամ։ Հայէկոնոմբանկի վարչության նախագահն ու զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տնօրենը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։ Այսօր հերթում 100-ից ավել տղաներ սպասում են, որպեսզի իրենց բուժումը լինի, եւ մենք ավելի մեծ մահճակալային ֆոնդ կունենանք առանց հերթերի սպասարկելու, ավելի արժանապատիվ ու գեղեցիկ պայմաններում նրանց բուժումը կազմակերպելու համար։ Յուրաքանչյուր նման ծրագիր, որը որ սոցիալական պատասխանատվության դաշտում է իրականացվում եւ պսակվում է նաև տղաների ամբողջական սոցիալիզացիայով, մեզ համար ոչ միայն հետաքրքիր է, այլ անհրաժեշտ։ Հայէկոնոմբանկի ղեկավարությունը անակնկալ էր պատրաստել նաև բյուրականի հանդարտ այգի բաց երկնքի տակ թատրոնի համար։ 10 միլիոն դրամ ուզում ենք իրեն մենք աջակցենք, որպեսզի ինքը կարողանա այդ թատրոնը զարգացնի։ Մի տեսակ ուզվեցի եւ պարտավորվեցի։ Ինձ համար ամենակարևորը այն է, որ այս բանկը հայկական կապիտալի հիման վրա է ստեղծված եւ հայ իրականության մեջ հայ տնտեսության, այս դեպքում նաև հայ մշակույթի զարգացման համար է։ Հայէկոնոմբանկը հաստատակամ է շարունակելու իր գործունեությունը որպես կայուն, վստահելի եւ հեռանկարային ֆինանսական կառույց, նպաստելով բանկային համակարգի ու բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության արդյունավետ իրագործմանը։